ՀԱՊԿ-ն է հիշատակվում, ԵԱՏՄ-ն է հիշատակվում որպես սահմանապահները եւ ռուսական բազմը, այո, ռազմաբազան որպես անվտանգության բաղադրիչ այդ բոլորը ուղղակի ծիծաղ է առաջացնում, որտեվ 2020 թվականին երբ պատերազմ էր, ընդհանրապես այդ բազան նույնիսկ որևէ շարժում ցույց չտվեց, որ ինքը այնտեղ գոյություն ունի։ Այդ ռազմաբազայի մասին մենք իմացել ենք մերթ այն ժամանակ, երբ որ խարփած զինվորները գնդացիրներով կրակահերթ են արձակել Գյումրիի շուկայում օրինակ կամ Ավետիսյանների տանը ուղղակի եղերական սպանություն է տեղի ունեցել ռուսական ռազմաբազայից փախած զինվորի կողմից մենք չենք տեսել, որ մեզ հետ տեղի ունեցած նաև Հայաստանի տարածքի նկատմամբ 2021, 22, 23 թվականների ադրբեջանական ներխուժումների ժամանակ այդ ռազմաբազան որևէ կերպ կոչված է եղել Հայաստանի անվտանգության Ռուսաստանը